Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-997-531 եւ հայաստանյան 060-35-11-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին, ինչպես նաեւ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ գնդապետ, միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի նախագահ Գրիշա Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարի վերադարձ Հայաստան, այսպես ասեմ, որովհետև մայիսից փաստորեն արտերկրում եք, Ճապոնիայում եք եղել եւ այցը ձեր նպատակային է եղել միջազգային ասոցիացիայի հերթական միջանկյալ գագաթնաժողովն է եղել Տոկիոյում, հրավիրված են եղել Ասիայից երկրներ եւ Խաղաղօվկիանոսյան երկրներ։ Հիմա մի փոքր ներկայացրեք այս անգամ ինչ բանաձևերի շուրջ է եղել քննարկումները, որ պետություններն են հիմնականում հրավիրված եղել եւ պարոն Սարգսյան, հարցը ձևակերպեմ նաեւ հետեւյալ կերպ։ Իրան-Իսրայել այս վերջի օրերի հակամարտությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ՄԱԿ-ի գրասենյակի հայտարարությունները, այսինքն այն կառույցները, որոնք ժամանակին ստեղծվել են, կարծես թե արդեն անզոր են կանխելու որոշակի նմանատիպ իրադարձությունները, նույնը ձեր ոստիկանական ասոցիացիան, որքանով է արդիական խնդիրները կարողանում լուծել, թեկուզ հրավիրելով այս միջանկյալ նիստերը։ Շնորհակալություն, շատ բան հարցեր, մի քանի բաներից էր հարցը բաղկացած։ Ձեզ չեմ ուզում ընդհատել։ Առաջին հարցի պատասխանը, այո, մայիսի 14-ից մինչև 24-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոնում տեղի ունեցավ Ասիայի երկրների եւ Խաղաղօվկիանոսյան երկրների միջանկյալ գագաթնաժողով, որը որ կազմակերպել էր Ճապոնիայի ոստիկանությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հետ։ Ուրեմն հիմնականում ասիական երկրներից հրավիրված էին Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը եւ Կիրգիզստանը։ Իսկ Խաղաղօվկիանոսյան երկրներից հրավիրված էին Նոր Զելանդիան, Ավստրալիան, Չինաստանը, Հոնկոնգը, Մակաոն, Ճապոնիան, Շրի Լանկան եւ Հնդկաստանը։ Շատ հզոր գագաթնաժողով էր, ես անիմանում, որ ինչպես չեն կարողանում էր Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը տեսնելով հայկական դրոշը, որ ծածանվում է մայրաքաղաքում, իրան մոտ հարց էր ծագել, որ Հայաստանից ով հրավիրված եւ հաղորդեցի, որ Հայաստանից հրավիրվածը գնդապետ Գրիշա Սարգսյանը դելեգացիայով եւ շատ փառքով կարողացան ներկայացնել խնդիրները, այստեղ հիմնականում հրավերքը նրանում էր կայանում, Տիկին Մարի, որ հրավիրված էին հակամարտող երկրները այն ժամանակվա Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան, Ադրբեջան, Հնդկաստան, Պակիստան, հրավիրված էին այդ երկրները, որպեսզի հիմնականում վերաբերում էր այդ գագաթնաժողովը այդ երկրների հակամարտող երկրների անվտանգության խնդիրներին։ Եվ այդտեղ հստակ Ճապոնիայի այդտեղ հիմնականում գագաթնաժողովը բացեց Ճապոնիայի այդտեղ ոստիկանապետ չի, նախարար չի։ Ուրեմն Ճապոնիայի բանը գեներալ կոմիսար Իշոբինո Կուսանոկին, նա Ճապոնիայի գլխավոր կոմիսարն է, այնտեղ կոչվում է Ճապոնիայի ազգային ոստիկանության գլխավոր կոմիսար։ Նա ուրեմն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ներկայ էր Անդրեաս Դիմիտրովը, բուլղարացի է, իսկ բանից Եվրամիությունից ներկայ էր Ստեփան Շուլցը։ Շատ բան, ուրեմն քննարկում էին հակամարտող երկրների, պատերազմող երկրների խնդիրները, որ անվտանգությունը լինի խաղաղ բնակչության համար, այսինքն ոստիկանությունները նոր ռազմավարություն մշակեցին, որպեսզի կարողանան կանխեն, նախականխեն բոլոր տեսակի բաները, տերորիստական ակտերը, մյուս բաները, որ պետք է, ասենք, հակամարտող երկրները մեկը մյուսի նկատմամբ չկատարեն խաղաղ բնակչության նկատմամբ, որպեսզի ավելի խորացնեն։ Օրինակ Սիրիան կա այդ ձեր ասոցիացիայի, Սիրիան, Իրանի, Պակիստան, Իրան, Իսրայել, Պակիստանը կա, Իրան, Իսրայել, Պակիստանը այո չէր եկել։ Հիմա Իսրայելը չկա, Իրանը կա։ Իրանը չկա, ոչ։ Ինչու եմ այս հարցը Իսրայելը կա, Իրանը չկա։ Ինչու եմ այս հարցը տալիս, մենք վերջում տեսանք, չէ, Սիրիայում հարձակումը եղավ հենց եկեղեցական այդ աղոթքի ժամանակ, նկատի ունեմ այդ պետություններն չկան, որոնք կարողանան ընդգրկվել այս ամբողջ դաշինքի մեջ եւ կարողանան նոր ռազմավարություն։ Տիկին Մարի, հասկանում եք, հատկապես այն պետություններ ունենք, որտեղ որտեղ որ տոտալիտար ռեժիմ, որտեղ որ մարդու իրավունքները հիմնական ազատությունները պաշտպանված չի,
շերիաթական իրանց օրենքներ են, այդ պետությունները չեն եկա, արաբական լիգայի երկրները չեն ընդգրկված այս երկրի մեջ, այս կազմակերպությունը միջազգային ամենամիավորված ազգերի կազմակերպության սոցիալ-իրավական հանձնաժողովից ամենամեծ հզոր կառույցն է իրավական։ Իսկ ի չափանիշն ընդունում, ինք որ չեն Սա արդեն 80 տարեկան է այս կառույցը, Անգլիան է ստեղծել, մեր շտապ-կվացերը գտնվում է Անգլիայում։ Իսկ պետք չէ որ այդ երկրներն էլ արդեն ներգրավեն։ Հիմա արդեն այս հակամարտությունից հետո ես հարց բարձրացրեցի, որ կարողանանք արաբական լիգայի երկրներին հրավիրենք, որ կարգի բերեք, էլի, դրանք շփվեն Եվրոպայի միության ամեն ինչը տեսնեն, փորձի փոխանակով եւ այլ, որպեսզի կարողանանք եւ բանը միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ Մարտին Օփանը նայեց հարցին, իմ հարցը բարձրացրած հարցը, ասաց կարելի է, այո, սկզբից սկսեց, ասաց արաբական էմիրատ միությունից, որտեղ այնտեղ մի քիչ գոնե պաշտպանվում է, մի քիչ գոնե մարդու իրավունքների բանը, հետո դրանից հետո սկսեն մյուս երկրներին, արաբական լիգայի երկրներ, այսինքն Սաուդյան Արաբիան, Բախրեյն, Օմանը եւ բանը։ Եվ գիտես ինչ, Տիկին Մարի, շատ բաներ, որ ասոր ես կարող եմ այդ գագաթնաժողովից հետևություն անել եւ հստակ ասել, ոչ թե հետևություն անել, որ Հայաստանի Հանրապետությունում անվտանգություն գոյություն չունի, ոչ պաշտպանված է մարդու իրավունքները, քաղաքացու իրավունքները, հիմնական ազատությունները, ոչ էլ պաշտպանված է երկրի անվտանգությունը։ Այսինքն, դες հասարակ բան, ես մեկնեցի երկրները դες չէր ես Օման գնացիք բանով, Դոհա Օմանի եւ դες այդտեղ ի՞նչն է խնդիրը, ես Ճապոնիայում եմ, ուրեմն 3 տեսակի մենք հետազոտում անցանք օդանավակայանում, որպեսզի մեզ թողնեն։ Նախ դեկլարացիա լրացրինք, դեկլարացիա, որ ինչի համար ես եկել, քանորով ես եկել, ուր ես մնում, ինչ ես անում, քո նպատակը գալու, ի՞նչն է։ Արցախուց են անում օտիդո, դրանից հետո մատահետքերը, 8 մատահետքերը վեկանում են 10 անգամ ստուգում են քո նկարով նկարահանում են ամեն ինչը, նոր բաց է թողնում մուտք գործես այդ երկիրը։ Այսինքն առաջի հերթին իրենց երկրի անվտանգության մասին են մտածում, նոր նմուտ գործողի։ Ուտես բանը նոր Դոհան, Օմանը ինչ երկիր է, արաբական երկիր է, բայց էլի պաշտպանված է ամեն ինչը։ Շարման Շեխ որ գնում են, այդ ոնց է պաշտպանված ամեն ինչով, մատահետքերով ամեն ինչով հասարակ բան չեն անում։ Եգիպտոսի Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունի, որովհետև մի փոքր օդանավակայան սարքել են, ամեն ինչը տեղում են։ Ես առաջինը առաջարկում եմ հորդորում եմ Հայաստանը, դες հիմա մեր սոցցանցերը նկարահանում են Տիկին Մարի, բաներ են, տեսան բաներ են նկարահանում եւ սոցցանցերում տարածում են, որ Թուրքիա եկավ գնաց Ծիծեռնակաբերդ գործ գայլերի նշանը ցույց տվեց, Թուրքերն եկան հրապարակում բարեցին Ղարաբաղ Թուրքիա եկավ հասավ իր ապրած տան։ Ղարաբաղ երկեցին, ուրեմն Թուրքերը Ադրբեջանը բանարեց, կաշառեց, լրագրողներ ինչ-որ եկան նկարահանողներ գնացին Սունիկ գյուղերը նկարահանեցին եւ ուղարկեցին իրանք բանարեցին, սա ինչից է գալիս, ուրեմն ես հորդորում եմ միջազգային ոստիկանական ասոցիացիայի գրած Հայաստանյան գրասենյակը եւ պահանջում եմ շտապ կառուցել թազա տերմինալ Հայաստանի Հանրապետությունում վերազինել բոլոր Հայաստան մտնող մուտքերը, օդանավակայանից սկսած եւ ցամաքային մուտքերը, վերազինել տեսահանող սարքերով մատահետքեր եւ պրոֆիլ նկարահանած բոլոր սարքերը տեղադրել անպայման։ Հայաստան մուտք գործող քաղաքացիներին անցկացնել Արցախուց, լրացնել դեկլարացիա, քանորովը գալիս Հայաստանի Հանրապետությունը, ինչի համար է գալիս, ով է հրավիր է, ինչ նպատակ է տապտում, որտեղ է ապրելու նա։ Ժողովրդավարությանը դեմ չէ, մենք ժողովրդավար երկիր ենք։ Որտեղ է ապրելու նա։ Ասում եք Արցախույց անել։ Չէ, Արցախույց այսինքն Հայաստան, մարդը գալիս է Հայաստան, ինչի համար է գալիս։ Քանը, թե չէ Հայաստանը մտնում են, պասպորտ կոնտրոլնացնում են, 3 օրով գալիս են, 3 տարի մնում են Հայաստանի Հանրապետությունում եւ բազմաթիվ հանցագործություններ են կատարում, ոչ մեկն էլ չի կարել գտնի, բացահայտի ով կատարեց։ Հիմա անպայման պետք է արվի։ Եթե ուզում ես ապահովություն, նույն Իսրայելը, даже փակ կասերբաները բացումա մեջ են նայում, ինչ կա, ինչ չկա։ Նույն մյուս երկրները, եթե ուզում եք անվտանգության մասին չկա, եթե Հայաստանի Հանրապետությունում 7 տարվա մեջ 7 հատ ոստիկանապետ է փոխվել, անվտանգության ծառայության տնօրեն է փոխվել 7 հատ։ Ինչպես կարա անվտանգություն ապահովել, երբ որ դրանք Biçep terapeutun operatif իրավիճակին արդեն հանում են, կոնտրոլից դուրս է գալիս ամեն ինչը։ Չկա այդպես բան։ Ոստիկանությունը մենակ դուպլիկետով չի արի ժողովրդի ջանին նկատի եւ մարդու իրավունքները ոտնահարի։ Չի կարելի այդպես բաներ անել։ Առաջին պետք է ապահովել Հայաստանի Հանրապետության եւ քաղաքացու անվտանգությունը։ Իմ նշած ամեն գործոնները պետք է տրվի Հայաստանի Հանրապետությունում եւ օդանավակայանում եւ բանում, որպեսզի տիրապետեն իրավիճակին։
դա առաջինը, երկրորդը ոստիկանությունը ոչ թե պետք է դուպիկեկով ընկնի մարդկանց հետևից կամ մարդկանց քաշչի բանանի, գորգրա քաշչի եւ բանանի այոյի, այլ պետք է ստուգի կասկածող քաղաքացիների ազնագրերը։ Ես չեմ տեսել քաղաքում, որ ոստիկանությունը որևիցե կասկածող մարդուն ասի դու դոկումենտները ցույց տուր, ով ես դու։ Դա չես ասում։ Կասկածող մարդ ասելով ինչ եք հասկանում դուք, նայում ենք դեմքի գույնին, արտահայտությանը։ Արդեն կասկածավոր մարդկանց կարաս տուգի, եթե այդ մարդը նույնիսկ արտասահմանցիներ, այսօր քայլում ես Հայաստանի Հանրապետությունում, հայ չկա, բայց արտասահմանցիները վախտում են, նույնիսկ պակիստանցիները, որ Պակիստանը Հայաստանի Հանրապետությանը չի ճանաչում։ Չկա իրապահ մարմիններ, չկա անվտանգություն Հայաստանում։ Ամենաթողնության վիճակ է։ Ինչ էլ ասած Աստված մի արասել, որ մի հատ խոշոր ահաբեկչական գործողությունը չի կատարվում Հայաստանում։ Բայց դրան էլ սպասեք, որովհետև պետք է արվի անպայման իմ ասած գործոնները։ Բոլոր Հայաստան մտնող մուտքերը պետք է պարտադիր քաղաքացիները լրացնեն դեկլարացիա, ով է հրավիրել, որ տուրիստական կազմակերպությունը, որտեղ է բնակվելու, քան օր է մնալու եւ ինչ նպատակ հետապնդում։ Արտասահմանյան մեքենաները նամանավանդ որ շես հիմա ավելի մեծ բան է արաբիր կա, պատերազմ Իրան-Իսրայել, բազմաթիվ քաղաքացիներ հատում են սահմանը, իրենց մեքենաներով եւ բանով։ Խնդրեմ, անցալոտ մեքենայը արտասահման համարներով, ինչի՞ չես ստուգում կանգնեցնում։ Ինչ կա միգուցե եկել է ահաբեկչական ակտ գործողություն անելու։ Չէ՞ որ մեզ բոլորը չեն սիրում։ Այսօր նամանավանդ որ Իրան-Իսրայել փոխհարաբերությունները գնացել են խոշոր պատերազմ արդեն, դա էլ Միացյալ Նահանգները խառնողը, որը որ իրավունք չուներ, ցավում եմ, որ այդ երկիրը արդեն Իրանը զգում է ամբողջ աշխարհի գեգեմոնը, ոչ դե։ Բայց չի կարելի այդպես բաներ անել։ Խոսում է ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, հիմա ազատությունից եւ անում է ոտոձգություն, որը խաղաղ բնակչություն է զոհվաղագին։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա տես քեզ ասեմ մի բան։ Այստեղ Իսրայել մենք պետք է խորացնենք մեր բարիդրացական հարաբերությունները Իրանի հետ եւ աջակցենք Իրանին։ Եկեք ասոցիացիայի աշխատանքներից խոսենք, ավարտենք, նոր անցնենք հակամարտությանը։ Անպայման իմ ասած բաները պետք է բանալվի Հայաստանի Հանրապետությունում, որը բոլոր երկրներում, ովքեր որ ասոցիացիայի անդամ են, 105 երկրներում, դրանք բոլորը պետական հովանու ներքո են եւ իրաց դաստավայրը ներքի գործերի նախարարությունում այդ երկրների։ Եվ բանը ուրեմն պետական հովանու ներքո տես հիմա ես այդ գագաթաժողովին մասնակցեցի միջանկյալ նոր ռազմավարությունը ոստիկանության մշակման ամեն ինչը ընդունեցի արեցի ելույթներ ունեցանք մեզ պաշտպանեց Ճապոնիայի ոստիկանապետը մեր դեսպանը անտեղյակ եղել ձեր դեսպանը կարծում էր որ ոստիկանությունից ոստիկանը պետք է գա կամ արտաքին գործերի փոխնախարարը գային մասնակցեին բայց ցավոք չեն հրավիրել ինձ էլ հրավիրել Եվ զարմացել ասել ես պետք է զեկուցակիր գրեմ մարտակի գործերի նախարարին, որ ասեց հզոր գագաթաժողովի միջակայքում ինչպես Հայաստանը չի կարող պետական մակարդակով մասնակցել, որտեղ չեն համապատասխանում։ Առաջի անգամ է, չէ՞, որ արդեն դեսպանի մակարդակով ուշադրություն են դարձնում։ Շատ, այո, առաջի անգամն է, Տիկին Մարի, գիտես ինչ, բազմաթիվ անգամ ես դիմել եմ ոստիկանությանը, ոստիկանապետերի, որ երթով գալիս ացեկենում, ուրեմն ոստիկանությունը սարքել է փորձադաշտ, այո, ազգային անվտանգությունը։ Փորձադաշտ, ինչ կա բարեկամ ու բանկա նշանակում հանում, այդ կարգի ոստիկանություն իրավապահ մարմին չէր պահում եւ չեն պահում այդ կարգի անվտանգություն։ Դե մարդիկ հոգնել են գնում են արձակում ստանալու բանը, տես միջազգային ոստիկանական ասոցիացիայի դերն ու նշանակությունը մեծ է, ես քանի բանով, տես երբ որ խոսում էինք միջազգային ոստիկանական, երբ որ մոնիտորինգի խումբ եկել էր դիտորդների խումբը, ես Հունաստանում 65-րդ գագաթաժողովի ժամանակ առաջարկեցի, որպեսզի փորձառու թոշակառու ոստիկանները Եվրոպայից ընդգրկվեն։ Այդ մասին խոսել ենք, այո, մասնակցությունը եղել է։ Իմ առաջարկը ացավ, իրանք ընդգրկեցին։ Այո, բայց ոչ մեկը դրա մասին չասեց։ Դրա բացի դրանից, Տիկին Մարի, ես տարբեր տեղեր իմ ելույթները սոցիալում կա, տարբեր տեղեր դրանք վախենում են խոսալ ցեղասպանությունից, արցախցիների վերադարձից, գերիների ազատումից վախենում են խոսալ, չեն կարող բարձրաձայնել։ Սրանք Հայաստանի մեջ արյուծ են սաղ բոլոր արյուծ են ճավում, բայց Հայաստանից դուրս կատու են։ Չեն կարողանում, այսօր որ այսքան շարժում, այսքան կուսակցություն, այսքան մտահոգ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վայ ազատեք, փրկեք, տանեք ծաղկման եզին այլ, բաներ, սրանք բոլորը զրո են, սրանք բոլորը փափախ փախցնող են։ Չի կարող ոչ մի իշխանություն անկախ Հայաստանից չի մտածել Հայաստանի Հանրապետության մասին, հզոր բանակ ունենալու մասին եւ ծաղկած ավետած երկիրը ծաղկեցնի, չեն արել։
Պարոն Սարգսյան, այստեղ նշեցիք, որ հակամարտող երկրներ էին հրավիրվել հիմնականում։ Մեզ ներկայացնեք օրինակ ինչպես էր հարաբերությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների։ Ամեն դեպքում իրենք զեկույցներ են ունեցել պատրաստած եւ մեկը մեկին մեղադրանքներ շատ վատ տիկին մարի, ահավոր դրանց փոխհարաբերությունները հասնում էր ձեռնամարտի արդեն դահլիճում, այդքան երկրների ներկայությամբ։ Ուրեմն շատ վատ, որովհետև բանը Ուկրաինայի ներկայացուցիչ գեներալ ինքը շատ ժոստի ելույթ ունեցավ, որ ինչքան հիվանդանոց, ինչքան խաղաբնակչությունը Ռուսաստանը ոչնչացրել իր բանով, իման խելքով։ Եվ Ռուսաստանը բան ունի, որ Ուկրաինան մտցնի իր կազմի մեջ Կիևյան Ռուսիա սարքի, բոլորը Ուկրաինան որպես պետություն վերանա։ Շատ հզոր ելույթ ունեցավ Ուկրաինայի գեներալը, շատ։ Իսկ Ռուսաստանի գեներալը Սարդակը Ռուսաստանի Ինտերպոլի տնօրենն եղել երկար տարիներ, 20 տարի, գեներալ լեյտենանտ Սարդակ Իվան Գրիգորիչ, ուրեմն բանը չկարողացավ պատասխան տալ Ուկրաինայի գեներալի հարցադրումներին։ Դաժե երբ որ բանալեց ամբողջ դահլիճը ծափահարեց, ամբողջ դահլիճը այդ բանը ծափահարեցին Ուկրաինայի գեներալի ելույթի համար, որ Ռուսաստանն ինչ արել։ Եվ բացի դրանից նշեց մի քանի տեղեր, այդ թվում նաև Հայաստանը Ուկրաինայի ելույթի մեջ գեներալի ելույթի մեջ նաև Հայաստանին, որ Ռուսաստանը ծախեց, Սիրիային, որ Ռուսաստանը հանձնեց, որտեղ Ռուսաստանը կա, այնտեղ կա սուկ վայրասուն, հանձնում, դավաճանություն եւ այլ բաներ։ Ասում են, որտեղ ռուսի սապոգը կա, այնտեղ մեր տարածքն է։ Ուկրաինայի գեներալը շատ պարզ բացատրեց, նաև օրինակ բերեց Հայաստանին, մենք էլ ողջունեցիք, շնորհակալություն հայտնեցիք։ Այսինքն ուկրաինացիները անդրադարձել են նաև մեզ։ Միանշանակ ասած որտեղ Ռուսաստանը եղել է, ռուսական զորքը եղել է, որտեղ մատախառը, այդտեղ տեղի է ունեցել դավաճանություն հանձնում, հանձինս Լեռնային Ղարաբաղը հայկական տարածքները, որ Ռուսաստանը պետքա պաշտպաներ որպես խաղաղապահ, հանձնեց Ադրբեջանին։ Մենք փաստեր ունենք, մենք ամենի չունենք, եթե պետք լինի հրատարի Ուկրաինայի ներկայացուցիչ։ Եվ գիտես ինչ, ես ցավում եմ, որ ներկայիս իշխանությունները եկել են թիմ խաղալով եւ ցավում եմ, որ այդտեղ ինչ հայտարարություն ընդունեցին, ինչ բանաձև ընդունեցիք, նոր արդի տեխնոլոգիաներ պետք է օգտագործեք, նոր տեխնոլոգիաներով ոստիկանությունը նոր ռազմավարություն պետք է մշակի եւ հանդես գա նոր ռազմավարությամբ։ Բոլոր տեսակի տեխնիկաները, ես չեմ համագործակցում ոստիկանության հետ, դրանք իրանք բան են անում, բազմաթիվ անգամ տարբեր ոստիկանապետերին ասել եմ հուշագիր ստորագրենք, չէ որ սա միլիցիայի ոստիկանական ասոցիացիա է, դուք չեք կարող միջազգային ոլորտում որևիցե դեր խաղալ կամ միտեղ ելույթ ունենալ մի փոքր տեկուս դահլիճում։ Նոր ոստիկանապետին էլ եք այդ առաջարկը նոր ոստիկանապետի պետք է հանդիպեմ, զրուցենք եւ կարողանանք այս հարցերը, եթե նույն ճանապարհով պետք է գնա այս ոստիկանապետը կամ նախ ասեմ ներքին գործերի նախարարը չպետք է լիներ Տիկին Արփինե Սարգսյանը։ Ինչու աղջիկը շատ լավ էլ աշխատում է, պարոն Սարգսյան, ինչն է խնդիրը։ Տիրապետի օպերատիվ այստեղ դնում ենք ինչ ցուցուկ պետք է տա Արփինե Սարգսյանը։ Դրանից առաջ էլ տղամարդի նախարար ենք ունեցել, ինչն է ոստիկաներին, ինչ պետք է որ օպերատիվ փորձ ունեցող ոստիկաներին կամ ոստիկանապետերին ինչ խորհուրդ պետք է տա։ Պարոն Սարգսյան, կնոջ կամ տղամարդու նշանակությունն է այստեղ։ Մենք դրանից առաջ ունեցել ենք ծառայաշիր տղամարդ, ոստիկանապետ։ Արգելիս, եթե նա ոստիկանության համակարգում աշխատած լիներ, որևիցե օպերատիվ փորձ ունենար, հասկացանք, իրավաբան է, լավ իրավաբան է, հասկացանք, դա իրավական նորմերով կարող է աշխատել իրավական նորմերով, իրավաբան որևիցե կառույցում կամ արտարացության նախարարությունում, որպեսզի Գուցե Նիկոլ Փաշինյանի համար կանայք են հուսալի հենարաների համար։ Նոր օրենքներ ընդունեն, որպեսզի Հայաստանի տնտեսական, սոցիալական, իրավական, ռազմական եւ այդ բոլոր պետք է բան աներ։ Հիմա տես նորից եմ կրկնում, նա ինչ կարող է օպերատիվ խորհրդակցության ժամանակ ցուցուկ տա փորձարու օպերատիվնիկին, ասի գնա սենց արա, այս օրենքով գողի կամ այս ավտորիտետից սենց արա, նենց արա, որպեսզի ջղենասեց եւ ապահով կարողանա ձերբակալել կամ բան անել, կամ նրա բոլոր շղթան բան անել։ Ոնց կարա, եթե նա չի աշխատել, օպերատիվ իրավիճակից կիլոմետրերով հեռու է։ Լավ իրավաբան է, հասկացաք, իրավաբանության այս դոկտոր պրոֆեսոր է։ Բազմաթիվ օրենքներ կա Հայաստանում, որ կիսատ ու պրատ օրենքներ են, ոնց որ բան լինի։ Զբաղվի օրենսդրությամբ, օրենսդրական նախաձեռնություններով։ Սա ոստիկանությունը, Հայաստանի ոստիկանությունը ինչ օրենքներ, ոստիկանության մասին օրենք, իրանք դու Արփինե Սարգսյանը, որ փոխ բաներ, փոխնախարար էր, այդ ժամանակ բան արեցին,
ոստիկանության բանը Եվրոպայի ոստիկանության հետ փորձի փոխանակում հուշագրեր ստորագրեցին եւ այլ, բայց դրանք ոստիկանության ինչպես են անում, ես չեմ տեսել Եվրոպայի ոստիկանության հետ, ես աշխատում եմ շատ թույլ, փորձի փոխանակում եմ ուղարկում, գնում են փորձի փոխանակում, միջոցառումներ են մասնակցում, մշակութային միջոցառումների, սպորտային միջոցառումների, նույնիսկ կրթություն են ուղարկում, կրթություն ստանան միջազգային ոլորտներում ոստիկանության աշխատողները կրթություն ստանան, այսինքն մենք ունենք հուշագրեր Անգլիայի Նոթինգեմ համալսարանի հետ, մենք ունենք Գերմանիայի Գինբուրգի հետ բաներ ունենք ստորագրած պայմանագրեր, մենք ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների UCLA համալսարանի հետ, որ ուղարկում ենք վերապատրաստում են ոստիկանները թարբանով գալիս են ըստ մասնագիտությունների, բայց սրանք չեն անում, ինչպես կարող են։ Պարոն Սարգսյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի եւ որից հետո ամփոփենք ձեր այդ մասնակցությունը գագաթնաժողովին, ինչ առաջարկներ եք պատրաստել նոր ոստիկանության համար եւ քննարկենք նաեւ մնացած բոլոր մեզ հետաքրքրող հարցերը։ Հարգելի հայրենակիցներ, հետեւեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Հիմա փորձենք ամփոփել, բայց ես հարց ունեմ ձեզ նաև։ Պարոն Սարգսյան, տեսեք, ասում եք օդանավակայանից սկսած եւ ընդհանրապես ցամաքային բոլոր մուտքերը պետք է խստացվի եւ այլն։ Մենք ունենք ոստիկանապետ, նախկին ոստիկանապետ, որ ըստ մամուլի տեղեկությունների հիմա ներկայումս երկրում չէ եւ երկրից դուրս է արդեն։ Իսկ նման աշխատակիցները, որոնք ազատվում են աշխատանքից, պետք է որ այդքան արագ կարողանան լքել երկրի տարածքը։ Չէ՞ որ նրանք որոշակի ինֆորմացիաների են տիրապետում կամ միայն ազատելն է այստեղ ճիշտ, թե ԱԱԾ-ի տնօրենը փաստորեն Սամվել Կարապետյանի այս կալանավորման հետ առնչվեց։ Մի խոսքով, արդյոք միայն ազատումներ պետք է լինեն եւ երկրից հեշտ հեռացումներ, թե Ես ցավում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում մենք նախկին դատախազ ունենք, որ հիմա հետապնդման մեջ է։ Մի խոսքով ուժային կառույցներ ունենք, գնդապետներ ունենք։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, գիտես ինչ, ես ցավում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը, ասեք գործադիր մարմինը, օրենսդիր մարմինը եւ դատա իրավական համակարգը, ես ամբողջը անկախ չեմ մեկը մյուսից եւ իրենց պարտականությունից շեղվել են։ Այս ամբողջը ղեկավարում մի մարդ, որը իրավունք չունի։ Դու գործադիր մարմինի ղեկավարես, գործադիր մարմինով զբաղվի։ Այդ դրանից է, որ այս մի մարդը ղեկավարում է, ցուցումները տալիս է, մարդկանց գցում է կրակը եւ այդ մարդիկն էլ ինչ անեն։ Ես ցավում եմ, որ դրանք փախտում են, որովհետեւ տիրապետում են ամեն ինչի։ Դա փախուստ է համարում։ Փախուստ է համարում։ Ինչ են գնում, նա պաշտոնյա է, երկար տարի ծառայել է, ունի մատուցա ծառայություն հայրենիքին, բայց թող մնա Հայաստանը օգնես դեղ վիճակից կարողանանք հանենք։ Ավելի լավ, եթե ժամանակ ձեռնել է սահմանը փակված էր չէր թողնում Նիկոլ Փաշինյանը, հիմա ազատ է, թոշակառու է, կարող է իր մտքերը, իր կարողությունները դեր դնել, այս ազգը հավետաց երկիրը ցանկացնել, ինչու ոչ։ Կարող է նստել օրենսդրական նախաձեռնություն բանանել, որ ոստիկանությունը ինչպես աշխատի, բարեկը ինչպես աշխատի, որպեսզի կարողանա ապահովել մարդու իրավունքների հիմնարարազատությունները, կարողանա ազատ կամի արտահայտությունը ապահովել առանց որևիցե վնասի, առանց հերպատալության։ Բայց թող նստեն օրենսդրական նախաձեռնություն, թող նստեն օրենսդրական նախաձեռնություն, որ այն ոստիկանները, որոնք զոհվել են, զոհված ոստիկանները կոնցոպերացիայի ժամանակ թիվը շատ է, 200 քանի հոգի էր, թող մշակեն դրանց ընտանիքներին, գոնե փոխհատուցում տան եւ այլ, ես զբաղվում եմ դրանցով, բայց առանց արդյոք ոչ մի բանի չեմ ասում։ Այսօր ազատամարտիկները 5000 դրամ ստանում են, ով պատերազմի մասնակցել ունի վկայական 5000 դրամ, ցավում եմ, այս թանկարժի ժամանակ, այս առանց որևիցե բանի ինչ 5000 դրամ։ Ես օրենսդրական նախաձեռնություն եմ նախապատրաստել եւ ուղարկել եմ ազգային ժողով, որպեսզի քննարկեն, որ դառնա այդ 5000-ը 30000 որ ամեն ամիս այդ ազատամարտիկը, որը ունի իրավական կարգավիճակ, որ պատերազմի մասնակից է, տրված հանձնաժողովի կողմից, թող բան անեն, տան եւ հաստատեն մցնեն օրակարգ, հաստատեն, որ 30000 ազատամարտիկը կարողանա ստանալ գոնե մինիմալ սոցիալական հարցեր լուծի։ Ձեր նպատակը, ասոցիացիայի նպատակը մնում է ուժի մեջ, այդ ոստիկանական այդ հաջորդ նիստը Հայաստանում անցկացնելու այդ գաղափարը դեռ ուժի մեջ է։ Այո, բանում է, ես ուզում եմ որ ամբողջ այդ 100 քանի երկրին բերել Հայաստան, քանի որ գրաֆիկը նախորդ 5 տարի մեկ հաստատում ենք, ասենք հաջորդ բանը Շրի Լանկայում է գագաթաժողովը եւ մյուսը Հոնկոնգում։ Ես ուզում եմ անպայման որ 27 թվին գոնե 27 թվին այդ գագաթաժողովը բերեմ Հայաստանի Հանրապետություն, բացի դրանից նաեւ ես հրավիրել եմ Հայաստան այս տարի մեր բոլոր վերախավին միջազգային ոստիկանական ասոցիացիայի ամբողջ որ գան ծանոթանան առաջ անգամ Հայաստանի հետ եւ տեսնեն Հայաստանի ամեն ինչը եւ կարծիքները փոխեն, որպեսզի ավելի շուտ Հայաստանում կազմակերպենք գագաթաժողով եւ ամբողջ հայությունը տեսնի, որ տարբեր երկրները ամեն մի ոստիկանը իր հագուստով, իր դրոշով, իր բանով գա եւ ներկայացնի եւ ամբողջ մամուլը, ամբողջ սոցցանցերը տեսնեն, որ այդ ամենը պետք է համաձայնեցնել երկրի
միանշանակ, եթե դա մեծ բան է, պետք է պատասխանատու եւ կառավարությունը, ոստիկանությունը աջակցի, որպեսզի դրանց հյուրանոցների խնդիրը կա, դրանց Հայաստանի պատմամշակութային վայրերը բանանենք տանենք, դրանց ամեն ինչը պետք է կազմակերպենք նվերներով, բանով, բարձր մակարդակով, դա աշխարհն է գալիս։ 110 երկիր դրա մասին ինչի մասին է խոսքը։ Ադրբեջանին կհրավիրեք։ Ադրբեջան ոչ չկա ասոցիացիա։ Ասոցիացիայի անդամ։ Ադրբեջան, Վրաստան չկա, դրանք 40 տարի ուզում են մտնել ասոցիացիա, չեն կարող։ Տիկին Մարի, բազմաթիվ անգամ բաներ են ուղղել միջև պատերազմել, դիմել են։ Դուք նպաստում եք նրան, որ նրանք չլինեն այդ ասոցիացիայի։ Ոչ, ես վետո եմ դրել, Ադրբեջանը չի կարող լինել։ Վրաստանն էլ արդեն ուղիղ 35 տարի դիտորդ է գալիս է, բայց չի կարողանում մտնի ասոցիացիա։ Իմ ասոցիացիայի նախագահ Վրաստանի բանին ղեկավարին բան արեց, նախկին փոխնախարարն է, ասաց, ընկել գնացին կցոր դարան Գերմանիայից դարան, գնացին Պրիբալտիկայի կցոր դարան Լիտվային չկարողացան, Պոլշային չկարողացան, գնացին Ավստրիային չկարողացան, հիմա բանը զայրացավ ասոցիացիան նախագահ նախկին Պիեր Մարտին Մունին, ասաց, արա Հայաստանը ձեր կողքը լիիրավ անդամ է, Հայաստանի նախագահն էլ հզոր քիչ եք համագործակցում, որ հիմա արդեն դարել եք լիիրավ անդամ, որտեղ իրաք սպեսեկանի մոտ համաձայնվեցիք, բան հետո գլխիցը թռան գնացի Գերմանիայի է, ու չեղավ, ես էլ վետո եմ դրել, չի լում, չեն կարող լիիրավ անդամ դարել։ Դե ասոցիացիայի գործունեությանը մենք հետևենք, դուք ժամանակ առ ժամանակ դրա մասին մեզ տեղյակ եք պահում, տեսնենք ինչ զարգացումներ կլինեն։ Հիմա անդրադառնանք մեր տարածաշրջանին։ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը գրեթե միաժամանակ մոտեցել են իրեն եւ ասել են խաղաղություն։ Ժամանակը եկել է, աշխարհն ու մերձավոր արևելքը իրական հաղթողներ են։ Երկու ազգերն իրենց ապագայում ունեն մեծ սեր, խաղաղություն եւ բարեկեցություն։ Թրամփը պնդում է, որ Իսրայելը եւ Իրանը համաձայնության են եկել 12-օրյա պատերազմի ավարտի շուրջ։ Ես մանրամասները չեմ ներկայացնում, դուք ինձ լավ եք հետևում։ Դեկին Մարի, դա գլոբալ, այո, իրոք աշխարհում գնում է երրորդ համաշխարհային պատերազմը, բայց մենք դեռ չենք զգում, ինչի չենք զգում, քանի մեզ չեն։ Այո, դա մի կարծեք, որ Հայաստանի վրա անդրադառնալը մի կողմից լավ է Հայաստանի համար, բայց մի կողմից էլ անդրադառնալը վատ իմուկտերով Հայաստանի համար։ Ասեմ մի բան, Իրանը մենք պետք է սատար կանոնենք որպես հարևան, բազմիցս ասել եմ, որ Իրանի հետ ռազմական փոխհամագործակցության համաձայնագիր կնքեք, չենք կնքել, լսելով Ռուսաստանին։ Բազմիցս հիմա ասել եմ, հիմա օգնություն ուղարկեք Իրանին։ Քիչ եք օգնություններ ուղարկում, Թուրքիան էլ չեղած երկաշարժ, արդեն մեքենաները բարձած, բանում Մարգարայի դա բանում սպասում էին, որ անցնեն այնագետը։ Իչիք Իրանի չես անում, Իրանի շների մեր, որ Զանգեզուրի կորիդորը չեն բացում, Զանգեզուրի միջանցքը։ Ինչի չեք անում, պետք է Իրանի հետ բարի դրացական հարաբերություններ ու խորացնել հարաբերություններ Իրանի հետ եւ անպայման օգնություն ուղարկել։ Անպայման հորդորում եմ օգնություն ուղարկել Իրանին։ Իսրայելը չենք օգնում, պարոն Սարգսյան, ասում են սահմանն անցած իրանցիների համար տաքսիների գները բավականին բարձրացրել են, ոչ բոլորն են գալիս Հայաստան։ Սա չի օգնություն, եթե այդ մարդկանց կարողանանք թեկուզ անվճար տեղափոխել, բայց ոչ թե տաքսիների գները թանկացնել կամ ամեն ինչ անում են, թանկացնում են ապարոտ, դժվար ժողովուրդ են արա, փախած պատերազմից բացափոխի, ինչի մասին է խոսքը։ Չեն անում, որտեղ մեր Հայաստանի կառավարման ինստիտուտ չկա, չի աշխատում, մի օքին ասում է Գեդեկեսյան, չի կարող ասած ես երկիր, չի կարող ասած պետություն լինի, չի կարող ասած ղեկավարություն լինի, չի կարող, ես ավետած երկրի ինչ որ եկեք է, ամեն կողմից հարված է, ինչքան որքան կարելի է հարվածները տունել։ Իսկ Իսրայելի մասին, Իսրայելը գիտեք շինծո պետություն է, երբ որ Անգլիան ու Ամերիկան ստեղծեցին Իսրայել պետությունը, ուրեմն բանի Ամերիկայի Միացյալ Նահանգների բանը պետքարտուղարը Ամերիկայի Միացյալ Նահանգների Հենրի Քիսինջերը 1973-ից 77 թվականի որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն էր, նա հայտարարություն արեց, ասաց Իսրայել պրոյեկտը արդեն պետքա փակել, ոնց որ ստեղծեցինք, հիմա էլ պետքա փակենք, որովհետև մենք պարտավոր չենք տարեկան $160 միլիոն տար Իսրայելին, որպեսզի Իսրայել պահենք, բեզի որպես գործիք ստեղծե։ Նա հայտարարեց, որ պետքա արդեն այդ պրոյեկտը որ դրել են Անգլիան ու Ամերիկան, պետքա արդեն փակել, վաղուց պետքա փակենք Իսրայել պրոյեկտը։ Հենրի Քիսինջերը 77 թվականին։ Բայց չեն փակել, մի հատ
հակառակը բան են անում, դա պետք է արվի։ Իսրայելը ոչ մի բանի դա չի կարող երկիր ասոցիացիայի անդամներ են, նրանք որպես գործիք, որպես դուբիկա օգտագործում Ամերիկան։ Իսրայելը ասոցիացիայի անդամ է։ Իսրայել ասոցիացիայի անդամ է։ Իրանը ոչ։ Իրանը ոչ, որպես գործիք օգտագործեն այս կամ երկրների վրա։ Տիկին Մարի, մեծ երկրները ունեն շահի խնդիրներ։ Իսկ վերպես փոքր երկրները ունեն խնդիրներ։ Այդ խնդիրները լուծելու համար այդ մեծ երկրները գերտերությունները ուզում են այդ փոքր խնդիրները լուծել եւ այս երկիրը սարքել Իրանով։ Իրա ծառան, իրա վասալը։ Ինչպես տարիներ շարունակ եղել, բայց Հայաստանի Հանրապետությունը սովոր է, որ դրսից իր գլխի տերը լինի, անդադար գլխի տեր լինի գլխին։ Ինքնիշխան պետությունը չի կարող ինքնուրույն իր տունը պահի եւ ինքը իր գլխի տեր լինի։ Կարելի է այդպես բան անել։ Կարելի է գլխի տեր բան գալ։ Քո տան մեջ դու բանգած որ քեզի պահի քո տանը, որ չգա քո տունը թալանել, բռնաբարան տիկրոջը բան։ Կարելի է դեսից ինքնիշխան երկիրը աշխարհի մտավոր կարողության 80%-ը հայերն են ստեղծել։ Տեսեք Իրանում առաջինը թիրախավորվեցին հենց գիտնականները։ Թիրախավորվեցին գնացին, որովհետև գիտնականին ասում արի 1000 դրամ նստին ինձի գյուտ են արի։ Իսկ ուրիշ երկրները ոսկու բռնատի մեջ կորցնում են այդ գիտնականին, որ իրաց համար հեղափոխություններ են ապահովում իրենցից հետո հետողներն են։ Ասենց դες խոսում են, չէ՞, ասեք բան են անում։ Բազմաթիվ անգամ տիկին բարի։ Ադրբեջանի Ալիևի կոշիկ մաքրողները, կասուբ թափթվողները հորդորել են բանոներ, ուլտիմատում են դրել մեր իշխանություններին, թեկուզ վարչապետի, թեկուզ բանին, սրանք ոչ մեկը տղամարդկություն չունի, գոնե բանավոր պատասխան տա վախցնի, բանավոր պատասխան տա դրանց, չեն անում այս մարդիկ, չկա ինստիտուտ, չկա բան, մի աշխատակազմի ղեկավար, որ հայության արեք դել ինչ ես ուզում, ոչ, դա ինչ պետք է խորհուրդ տա, ինչ պետք է պատասխան տա Ալիևի, այդ պետ Հեջիևի կամ մյուսին։ Պարոն Սարգսյան, զանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին, որից հետո շարունակենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Այսպես Տիկին Պետրոսյան, բայց գնդապետ Սարգսյան, ես սակայն հարց տալ անվտանգության մասին Հայաստանի, որ նշեցիք, որ սահմաններին փաստորեն եւ այրոպորտում անվտանգությունը վատ վիճակում է, ըստ իմ տեղեկությունների փոխարենը Փաշինյանի հանդիպումներում այդ անվտանգությունը եւ պաշտպանությունը խիստ խստացված է։ Օրինակ այդ կրթվել նորաձև է այդ բանի մասին, այդ հանդիպումների մասին, դեռ մամուլում իսկ կարդացի, որ այնտեղ այնքան է խստացված, որ լրագրողները, մամուլը, նրանք չեն կարող որևէ նկարաններ անել, որ հեռախոսները վերցնում են մարդկանցից, որ անգամ այդ ժամացույցները, որոնք կարող են հեռախոս օգտագործել, նույնիսկ դրանք են վերցնում։ Իդեպ նույնն է նաև մեր մոտ Միացյալ Նահանգներում, իսկ լեզվից եմ զանգում, եւ Փաշինյանը հանդիպեց, տեղեկություններ կային, որ անգամ այդ ժամացույցներ կամ հեռախոսներ են վերցնում, եւ փոխարենը փաստորեն Փաշինյանի եւ իր տիկնոջ անվտանգությունն է խստացված։ Ըստ իս դա ստորացուցիչ է եւ կուզենայի հարց տալ, թե դուք տեղեկացված եք կամ եղել եք նախ այդ կրթվելը նորաձև հանդիպումներին, դուք տեղեկություն ունեք, որ այդքան խստացված է անվտանգությունը Փաշինյանի եւ իր տիկնոջ այդ հանդիպումներում եւ ինչու են Հայաստանի լրագրողները կամ ընդհանրապես հասարակությունը հանդուրժում դա։ Շնորհակալություն։ Դա շնորհակալություն այդ կրթվել ծրագիրը Իրանից հորինած ծրագիրը, դա ոչ մի կրթություն չի, նախ առաջինը պետք է իրան կրթվեն ամուսիներով, նոր ցանկանան կրթել մյուսներին։ Ինչ կրթություն, եթե նրանք պատմությունը չեն ուսումնասիրել եւ այսօր խեղացուրված հայտարարություններ են անում, թե Փաշինյանը, թե Տիկինը։ Ասեմ մի բան, երբ որ Փաշինյանը դες խոսում է իր այդ կրթվածության մասին եմ խոսում, էլի, երբ որ խոսում է, որ բան մեկ ներկա Հայաստանը անցյալը եւ այլ բաները, եւ այլ բաների մասին, որ խոսում է կամ ցեղասպանությունը, Փաշինյանը չի մտածում, չի ուսումնասիրել պատմությունը, որ մենք չենք խոսում ցեղասպանության մասին։ Ցեղասպանության մասին արձանագրված ամբողջ աշխարհն է խոսում, ամբողջ աշխարհի արխիվներն է խոսում, ամբողջ աշխարհի քարտեզներն է խոսում ցեղասպանության մասին։ Դու ինչպես կարելի ասես մոռանալ դա առաջնային պլան չի։ Քեզանով չի դա։
Միջև քո ծնվելը լույս աշխարհ եկել քո ապու ծնվելը եթե եղել է կա ու ամբողջ աշխարհը խոսում է դրա մասին ասել է եթե բանը չեք եղել ոչ միտեղ գնացեք Իտալիա Կոլիզեի վրա քարի քարտեզ կա ու տեսեք այդ քարի քարտեզի վրա ովքեր են եղել Ինչ կա, ինչ մասին է, դուք խոսում եք նոր Հայաստան, հին Հայաստանի մասին, անցյալ Հայաստանը չլինի, ասեք պատմական Հայաստանը, հարգելիս, դա նշանակում է, որ Ֆրանսիան պետք է մոռանա Նապոլեոն Բոնապարտին, չի եղել Նապոլեոն Բոնապարտ, պետք է Հունաստանը մոռանա Ալեքսանդր Մակեդոնացուն, չի եղել Ալեքսանդր Մակեդոնացին, մոռանա ջնջել արխիվներից, պետք է բանը անվտանգությունը ինչքանով է ապահովված, հասկանալի է ձեր մոտեցումը։ Ինչի՞։ Հասկանալի է ձեր մոտեցումը։ Չինգիզ խանին պետք է մոռանա, չէ՞, բաները։ Չինգիզ խանին, Բաթու խանին, Մամա խանին, որ եղել են։ Իրաց պարծեկտ են, հələ դրանք իրաց անցյալ պարծեները, որոնց արձանները դրված է մոմ են վառում։ Նույնն մենք պետք է բանանենք մեր անցյալ, սկսած Տիգրան Մեծից եւ ամեն պատմական Հայաստանից պատմություն կարդացեք, կրթված։ Այդ կրթվածությունը շոու է, ժողովրդի խաբելու միջոց է, որը որ արել են, որ ելի նորից փող կորզեն բարերատերից եւ կարողանան փող բարանեն եւ վայելեն, չեն վայելելու, չի լինելու այդպես բան։ Դա շոու է, դա ֆեյք է, կրթվածություն, դու իրար կրթվեն, նոր կրթեն ուրիշի։ Եթե չի կարողացել համալսարան ավարտել, դիպլոմ ստանալ, ինչ կրթության մասին է խոսքը։ Իսկ անվտանգությունը, որ ապահովում են Նիկոլ Փաշինյանի, մեր հերոստատիտող ասում է, որ ավելի շատ նրա անվտանգության մասին են մտածում։ Միանշանակ ավելի այ մտածում է, գիտի որ արդեն հասունացել է, որ կարող է նա Թուրքիայից իր նկատմամբ բանը է, որտեղ իր կատարած այդ մեղքերի համար, իր կատարած գործողությունների համար, որ Հայաստանը այսօր բերել է այս սենեկացած ծնկի վիճակի օրին ես ավետած երկիրը, ուրեմն հիասթափություն, հուսալքություն, ուրեմն մարդկաց անվստահություն, բացի դրանից 50%-ից ավել աղքատություն, հազարավոր զոհեր եւ այսօր թանկացումներ եւ Հայաստանի Հանրապետությունը ամեն կողմից հարվածներ օտար երկրների։ Հերոստատիտողը հարցում է ինչպես են կարողանում դա հանդուրժել, ինչու ենք հանդուրժում։ Ինչ անենք, 100 տեսակ, ուրեմն հարգելիս Հայաստանի Հանրապետությունում չկա բան ընդդիմություն, դա զերո է, դրանք հապաղ բացրնողներ են, չկա ընդդիմություն, Հայաստանի Հանրապետության ժողովրդի գցել է տուրբուլետ վիճակի մեջ 30 տարի հարգելիս, 30 տարի խաբելով են ժողովրդին, կերակրելով, եկել են իշխանությունը հերթով գալիս հարստանում, ուռում, թալանում, հարստանում, գնում են, ինչու իրաց պետք պետություն, ժողովուրդ, Հայաստանի Հանրապետություն, դա ցույց տվեց իրաց ամբողջ տեսակետը, ինչի մասին է խոսքը, չի կարող պատահի Տիկին Մարի, որ այսօր այս ավետած երկիրը կանգնի, ասես բանի, անվտանգություն, վխտում է օտար երկրի ինտերվենտները Հայաստանում, շպիոները վխտում են, այդ դրա համար այդ անվտանգությունը պետք է լինի սահմանից։ Բայց ում բռնում են, ասում են գործակալ են, ով իրենց դեմ խոսում է, կալանավորում են, ասում են Նիկոլ Փաշինյանը, Արադ Միրզոյանը, երբ որ ընտրվեցին, իմ քայլը ընտրվեց, բոլոր սոցցանցերում թղթերը հրապարակացին բոլոր բաներ, որ ստորագրությունը տվե, մեկը եսի Թուրքիայի գործակալը, մեկը եսի ինչի գործակալը, բոլորը բան արեցին, եսի պսևդոնիմներով, բաներով տպագրեցին։ Սևացնելը հեշտ է, եթե Հայաստանը վստահել են, Հայաստանի իշխանությունները վստահել են այդ գործակալներին, ինչ են ուզում դրանցից։ Պարզապես երկիրը տանել են կործանման, ոչ թե ծաղկման։ Ես չեմ բանանում, ես իմ հնարավորության չափով այս 13 տարի ամբողջ աշխարհում թե կարում եմ ցեղասպանություն, գերիների շտապ ազատում, սա, բայց սրանք Հայաստանի մեջ են արյուս, դե կատու է դուրս եկան Հայաստանից։ Ցույց տվեք մի հատ քաղաքական գործիչ, որ իրար ճղում ասել, շարժում կլինի, ճակատ կլինի, ղեկավար կլինի, կուսակցություն կլինի, որ միջազգային որևիցե ֆորումում մեծ ժողովներում Եվրոպայում թե որևիցե տեղ հարցը բարձրացրել ցեղասպանություն, հարցը բարձրացրել բանի վերադարձ, փախստականների վերադարձ, հարցը բարձրացրել, որ բաներ։ Դες մի հատ ասել է պրիմիտիվ բան։ Հայաստանի երրորդ հանրապետությունը, որ հռչակվեց 90-ական թվականներին, հարգելիս, որ անկախացավ սովետը փլզվավ։ Ուրեմն նա հռչակեց առաջի Հայաստանի հանրապետության 18 թվականի իրավ հաջորդը։ Ես բազմիցս ասել եմ այս ավիորից։ Ադրբեջանը իր հիմար իր էշալով հայտարարեց, որ տես երրորդ հանրապետությունը, որ դա իրավ հաջորդը առաջի հանրապետության։ Առաջի հանրապետության մեջ բուսաֆատական Ադրբեջանի, ոչ Նախճիվանն եղել տարածքային ամբողջականության մեջ, ոչ Արցախը դաշտային լեռնային, ոչ Գարդման աշխարհը, ոչ էլ Կիրովաբադը, չի եղել իր տարածքային ամբողջականության մեջ։ Սրանք չեն կարող իրավական փաստաթղթեր հանեն, դեպտան, որ ասեն, չի եղել քո, դու հիմա ո՞նց ես պահանջում, որ քո դա։
Թողան ազգերի լիգա թողան ցավը տանեմ, ազգերի լիգա չի ճանաչել։ Թող իրավ հաջող տանեն առաջի 18 թվականին ռուսաֆատական Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ինչ էր մտնում։ Թողան եւ դիմեն միջազգային իրավական դատարան, քրեական, քիչ են անում դիմում։ Դու ցած պետք է ցավը տանեմ իրավական նորմեր, միջազգային նորմեր, Նախճեվան, Հայաստան, Ղարաբաղ Սա պետք է սա եկել են հարստանը, parlamenta վայելել, չեն վայելել։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Սարգսյան, եթե հիմա ամփոփենք Իրան-Իսրայել պատերազմը, համարում ենք արդեն ավարտված Թրամփի հայտարարությունից հետո, թեև չկա դեռ ոչ մի փոխհամաձայնություն։ Ոչ, որովհետև Իրանը չի համաձայնվի այդ քաշուտ բան անել, որովհետև միջև բան, հիմա տես նա Առաջի անգամ էլ ասեց, միջև իր հարվածը, ասեց, որ անպայման պետք է վերեք բան անենք եւ նա քնում էր լոմը մի բան մտածում անում է։ Ամբողջ դրա համար այսօր անվստահություն են հայտնում, բան ուզում են impeachment կազմակերպեն բանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թրամփի։ Դե ես հուսով եմ, որ կավարտվի, որտեղ Իսրայելի արտաքին գործերի Իսրայելի անվտանգության նախարարը եւ Մոսադի հրամանատարը իրար հետ վիճեցին, կրվեցին եւ դեռնամարտի հասան միած բան, ասաց Մոսադի ղեկավարին անվտանգության նախարարը ասաց, ինչի տարար պատերազմի մեջ Հայաստանը։ Ինչի սխալ ինֆորմացիա տվիր Իսրայելի տարար պատերազմի մեջ քարուքան դեղա մեր ավետաց երկիրը իրաց։ Ասում եմ, ես չէի իմանում, որ Իրանը տիրապետում ատեց ռազմական մոշտստի։ Մենք շատ գիտենք, որ բալիստիկ ռակետներ ունի, քարուքան կանի մեր երկիրը։ Այստեղ զուտ զենքն է եղել, թե իշխանափոխության խնդիրն է ավելի շատ։ Առաջի հերթին։ Լուրջ զենք բալիստիկ ռակետներով Իրանը ապացուցեց, որ հզոր երկիր է։ Չի կարելի կրակետ խաղալ։ Առաջի, երկրորդը, Տիկին Մարի, մենք եթե խոսում ենք բանին, ասեք, տես Ալիև անդա թորդորում է, ասում եմ, բանը 300,000 ադրբեջանցի պետքա վերադառնան արևմտյան Ադրբեջան, բան, բնակվեն եւ այլ, տես Ալիևն ասում, չէ։ Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին հանրապետություն, որտես խոսում ենք սերական գրագետեն, ուրեմն սովետական միության մարտահամարով 1976 թվականին Հայաստանի Հանրապետությունում ապրել են 86,000 ադրբեջանցի։ Սովետական միության մարտահամարն է, թողանեն ամեն տարվա մարտահամարը։ 86 թվականին վերջին մարտահամարով 86,000 ադրբեջանցի են ապրել Հայաստանի տարածքում։ 300,000 որտից ծնավ։ Որտից եկավ 300,000։ Ամբողջ Ղարաբաղը, ամբողջ իսկ բանում Ադրբեջանի տարածքում 750,000 հայ են ապրել։ Ո՞նց է համատակը, բայց այդ խոտարը դրան պատմությունից է խոսում, կրթությունից, ինչ կրթություն, պատմություն կարդացեք, սովետական միության բաները հանեք, բազմաթիվ անգամ ասել եմ, սովետական միության այդ բաները հանեք, որոշումները, հրամանները, ամեն ինչը, գերագույն խորհրդի որոշումը։ Տիկին Մարի, ասեմ մի բան, ուրեմն ես ասել եմ այս ամբիոնից, բազմաթիվ անգամ, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հարցում, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները 88 թվականի գերագույն խորհուրդը դիմեց Ադրբեջանի գերագույն խորհրդին եւ սովետական միության, որ դուրս գա Ադրբեջանի կազմից։ Ինքնորոշման իրավունքով դա սովետական միության սահմանադրության 3-րդ հոդվածն է։ Ուրեմն դրանք մերժեցին, Ադրբեջանը մերժեց Լեռնային Ղարաբաղի գերագույն խորհրդի որոշ բանը դիմումը մերժեց, իսկ սովետական միության սահմանադրության վերահսկողության կոմիտեն կանչեց, ասաց ոչ, դու խախտում ես սահմանադրությունը սովետական միության, ոչ քրած է, որ իրավունք ունեն ինքնորոշման իրավունքով, ազգ իրավունք ունի ինքնորոշման իրավունք։ Բանը Լեռնային Ղարաբաղը արդեն դուրս է ձեր կազմից, ձեր կազմի մեջ չի, 88 թվականից։ Բայց սրանք չեն կարդում պատմությունը, դա փաստաթղթեր չեն անում իրավական։ Սրանք իրավական նորմերից հեռու է կիլոմետրով, ինչ անեն ցավը։ Պատմություններ են կարդում, բանակցություններ են գնում, հանդիպումներ են գնում եւ այնտեղ էլ հայտարարություններ են որոշակի անում Սփյուռքի հետ կապված, Թուրանական ծրագրի հետ կապված, ինչու չեն կարդում, կարդում են։ Մենք Իրան-Իսրայելը ավարտենք, պատերազմը կշարունակվի։ Պատերազմը հնարավոր է մի փոքր ժամանակ էլ շարունակի, որովհետև ամբողջ աշխարհը այսօր Ամերիկան վախեցավ ինչի համար, որ ուզեցավ զինադատար կրկել։ Պակիստանը հայտարարեց եւ իր բաներով, Չինաստանը եւ Հնդկաստանը հայտարարեցին, որ Իրանին օգնում են եւ բալիստիկ ռակետներ որ ուղարկում են։ Առաջինը բան ուղարկեց։ Պատրոնեք Թրամփը վախեցած այս հայտարարությունները։ Միանշանակ ցավտան, եթե դա Իսրայել պետությունը հավասարվեր հողի հետ, Իսրայել պետության տեղը կլեր Պալեստին պետություն։ Ու դրանից էլ գնում էր Իրանը։ Ոչ թե Իրանը, Չինաստանը, Պակիստանը, Հնդկաստանը, ով կարող է դիմակայել այսօր գերտերություններին։ Այդ դրա մեջ վախից Թրամփը լեզու կուլա տալիս, գնում է խաղաղության։
Կհետևենք մերձավոր Արևելքում ինչ է տեղ ունենում, որտեղ դրանք անմիջապես մեզ հետ են կապված, մենք ունենք Սյունիքը, ցամաքային մեր ճանապարհները, մի խոսքով այս ամենի հետ կապված։ Հիմա մեր ներքին կյանքում նորից անհանգիստ իրավիճակ է։ Կաթողիկոսի շուրջ կա հայտարարություններ, Նիկոլ Փաշինյանը չի դադարում իր Facebook-յան գրառումները կատարել, այդ թեման իր համար փակված չէ։ Մյուս կողմից Սամվել Կարապետյանի այս կալանավորումը, Սամվել Կարապետյանի նամակները փաստորեն անազատությունից, մի խոսքով այս ամեն ինչի մասին է խոսքում։ Ուր ենք գնում։ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա մի կողմից կարելի է դրական գնահատել, որտեղ մեր հարևանները ինչքան որքան կարելի է Հայաստանի շրջապատման մեջ լինել, կարելի է սահմանների բացման մասին է Սուրգուտ Օզալը Թուրքիայի նախագահ 90 թվականին ցանկանում էր եւ ճանաչած ցեղասպանիչ եւ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդհանրապես եւ չհասցրեց գագաթնակետին։ Ամեն մեկի մեղք ունի։ Չարեց ուզում էին բանանին, ուրեմն բազմիցս անգամ դա օգուտ է Հայաստանի Հանրապետության, որ Հայաստանի դրոշը երթական անգամ ծածանվեց Թուրքիայի մայրաքաղաք, դա շատ կարևոր բան է։ Երկրորդը, թե ինչ է նշանակում դա, հիմա տես նա Թուրքիան պահանջ է դնում, իհարկե դրա տակը ինչ է թաքնված, ինչի դիմաց էր պետք է գնում ճանապարհ բացի եւ այլ հարց։ Հիմա տես Հայաստանի Հանրապետությունը կոզերը որ կարող իրա ձեռը վեկաներ չվեկանեց։ Ես տեստիկին բարի, ես ունեմ թղթեր, ես բարից թերթեր, որը որ ինձ հաջողվել է բանի Ֆրանսիայի բանից անել, արխիվից անել բերել, հայկական թերթերը 1965 թվականի թերթերը, տես բյուրակ թերթն է, բյուրակը, մեկ էլ նայիրի թերթն է։ 65 թվականի թերթերն են սրանք, տիկին բարի, որտեղ որ հստակ Թուրքիայի արխիվից վերցրած փաստեր են, որ թերթերի մեջ տպագրված է, որ ցեղասպանության ժամանակ բացի կոտորվել են 2 միլիոն մարդ, բացի դրանից Թուրքիան հայերին, հայ բանուկներին 4 միլիոն ու կես հայ բանուկա թլպատե եւ սարքել է մուսուլման։ 4 միլիոն ու կես խնդրեմ, թերթերը 65 թվականի ես չեմ անարում։ Այս թերթերը թողնել, որ դուք կարողանաք բան անեք։ Սա եթե ժամանակին Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի իշխանությունները անկախ Հայաստանի կարողանային իրավական ակտերով ամբրա գրել, Թուրքիան այսօր ճանապարհել կտար դեպի ծով, ամեն ինչ էլ կանի։ Էլի Թուրքիան անելու է ճանապարհ տա։ Ադրբեջանին պատժելու համար, որտեղ Ադրբեջանը բազմիցս թռավ Թուրքիայի գլխից։ Պատժելու համար Թուրքիան գնալու է դրան։ Հետո Սամվել Կարապետյանի հիմա ես ցավում եմ այս ազգը, որ այդ մարդուն այդ հզոր մարդու, որը որ աշխարհի միլիարդատերերի շարքում է, Forbes-ի մեջ իր տեղն է, ուրույն տեղն է գրավում, եւ նա բարերար տղա է, երբեք քաղաքականությամբ չի զբաղվում, եւ նա հարստացել է ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում։ Չի տալան է գրպը Հայաստանը մյուսների նման։ Նա Ռուսաստանում հարստացել, դարել է միլիարդատեր եւ արել է մեծ բարեգործություններ Հայաստանի համար։ Եվ միշտ էլ արել է։ Ցավում է, որ նման հզոր տղային այդպիսի պախարակում են վերինգի տեղ, այդ նստի տեղ, այդ դու ես Հնարավոր է որ Սամվել Կարապետյանը թորի մատուցան մեջ անգամ որ Ռուսաստանի ցուցումով իշխող ցանկացել է բաներ անել, դա ես չեմ կարող։ Կամ ինչ-որ արտահայտել է իր զգացածը, բայց ցավում եմ, որ փոխարեն Պարծենայի Սամվել Կարապետյանով պախարակում են։ Դե դուք ով եք արա, որ Սամվել Կարապետյանն եք բանանում։ Ես էլ եմ ասում, ման եկեղեցին, որը այսօր Նիկոլ Փաշինյանը հարձակվել է եկեղեցու վրա, Տիկին Մարի, կա Հայաստանի եկեղեցին անկախ է, չէ պետությունից։ Անկախ է պետությունից, բայց պետություն եւ եկեղեցի փոխհարաբերությունները ինչպես են կարգավորվում, ո՞նց են կարգավորվում պետություն եկեղեցի, կա որևիցե հուշագիր, կա հրամանագիր, սահմանադրության մեջ կա հոդված, որ կարգավոր է եկեղեցի պետություն փոխհարաբերությունները, այդ դրամային ասել եկեղեցին ասում քո գործի, կա հոգեվորականների խորհուրդ, իրենք են որոշում, դու ես որ որոշեց կաթողիկոսը ովելի չելի, ճիշտ են անում, որովհետեւ դեռ իշխանությունները անկախ Հայաստանի իշխանությունները չէ, սկսած 18 թվականից մինչև հիմա։ Բայց ես ուրախ կլեի, որ այս կաթողիկոսը Սարդարապետի մեր Գևորգ Սուրոյանցի պես կաթողիկոս լիներ եւ 20 թվականի բոլոր զանգերը եկեղեցիները հնչեր հայերին ամբողջ հայերին հավաքել թեատրասաբանից, որպեսզի հաղթեին Ադրբեջանին։ Բայց ցավոք չարեց։ Ոչ մի բան այս եկեղեցի կաթողիկոսը զանգեր չգծրեց իօգուտ հայերին։ Թող նա զանգեր հնչեցներ, հայերենը դարձություն կոչեր ամբողջ արտասահմանից հայերին բերեր Հայաստան եւ վերաբնակեցվեր բոլոր սահմանամերձ գյուղերը դատարկեն։ Դու բերել աներ, դու գործ աներ, որ բան աներ։ Ոչ թե իսկ եկեղեցի պետք է պայման պետության հետ ունենա փոխհարաբերության հուշագիր կամ պայմանագիր։ Նկատի ունեք կաթողիկոսի անգործությունն է առիթը դարձել միանշանակ պետք է հիմա
Հիմա որ օրենքով այլաքվեով կլի ինչով կլի, եկեղեցի պետություն փոխհարաբերությունները հիմնավորեն իրավական հիմքերի վրա դնեն, որ եկեղեցին իրավունք չունի խառնվի քաղաքականության հրած, որ եկեղեցին իրավունք չունի փոխել բանը, եկեղեցին սատեր կողել ամբողջ աշխարհի հայությանը, 30 միլիոնից ավել հայ աշխարհում, բայց չկա ուշագիր, եկեղեցին անկախ է, ինչ ուզում անի պետությունը անկախ է, դες բա չի կարա լինի։ Եթե դա Հայաստանի եկեղեցին է, եւ միշտ դա որ եկեղեցի պահել է հայերին։ Եթե մենք կանք հայերը կան, դարեստան դա եկեղեցու շնորհիվն է։ Ո՞նց է կրկնում, Գևորգ Սուրոյանցի բանը, Սարդանապատի հաղթանակը։ Երբ որ մեր ռազմական ղեկավարները Սիլիկյաները արդեն հրաժարվում էին, որ մենք չեն կարող Թուրքի զորքը շատ է 30 անգամ։ Գնացին որ ասին Մենք ավարտեցինք տեղափոխել։ Այդ չէ, պետք է իր հզոր երկիր, այս ավետաց երկիրի պետք է ծաղկի։ Եվ ես միանում եմ Գրիգորի Այվազյանի բանի ելույթին ազգային ժողովում Ադրբեջան ասամբլեայի, միանում եմ միջազգային ոստիկանական ասոցիացիան, որ անպայման իրավական գնահատական ազգային ժողովը տա Բաքվի Սումգայիթի ջարդերին, որ մենք կարողանանք ամրագրել, որ կոզերելի ձեռներս, որտեղ Ադրբեջանի գլխին ամեն մի հաճույք։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սարգսյան, մեր ժամանակը ավարտվեց։ Խնդրեմ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։